Կառավարությունը հայտնել է Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման մտադրության մասին, պայմանավորելով ընկերության գործունեության հետ կապված խնդիրները, հոսանքի մատակարարման պարբերական անջատումները։ Նիկոլ Փաշինյանը հստակ ժամկետ է սահմանել, նշելով, որ ՀԵՑ-ը կամ պետք է վերականգնի հասարակությանը հասցված վնասը, կամ կդառնա պետական սեփականություն։ Ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ ՀԵՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին։ Սահմանադրությամբ ազգայնացումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքում, կարգավորվելով սեփականության մասին օրենքով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ պետությունը պարտավոր է փոխհատուցել մասնավոր սեփականատիրոջը։ Եթե չի փոխհատուցում, ապա մասնավոր անձը կարող է նույնիսկ եվրոպական դատարան հասնել։ Դա կարող է իրականացվել միայն 3 դեպքում, ըստ մեր օրենքի. ազգային անվտանգության շահից ելնելով, պետական շահից ելնելով եւ հանրային շահից ելնելով։ Մնացած դեպքերում հնարավոր չէ ազգայնացում իրականացնել։ Տնտեսագետը շեշտում է ոլորտի ռազմավարական լինելու հանգամանքը։ Էլեկտրաէներգետիկ համակարգը Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է եւ այն գտնվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում։ Այդ հանձնաժողովն է որոշում ՀԵՑ-ին լիցենզիա տալ, ՀԵՑ-ի համար սակագին է հաստատում, ՀԵՑ-ի համար գործունեության մեթոդաբանություն եւ շրջանակ է հաստատում։ Ոչ կառավարությունը, ոչ ազգային ժողովը իրավունք չունի միջամտել այս process-ին։ ՀԵՑ-ի ազգայնացման մասին հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել տնտեսական շրջանակներում։ Տնտեսագետները զգուշացնում են, որ նման քայլերը կարող են բացասական հետևանքներ ունենալ։ Ներդրողների վստահության նվազումը եւ իրավական վեճերը հնարավոր ռիսկերից են։ Անշուշտ սա բացասական ազդակ է մասնավոր բիզնեսին, երբ որ պետությունը փորձում է ազգայնացնել այս կամ այն ոլորտը կամ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունը, քանի որ եթե դա տեղի ունենում մեկ կազմակերպության նկատմամբ, ապա ինչու մի օր կարող է իրենց նկատմամբ չլինել։ Սրա հետևանքով մենք կարող ենք էական ներդրումային վիճակի վատթարացում ունենալ։ Բացի այդ, պետությունը կարող է բավականին շատ նոր դատական գործեր ունենալ այս երևույթով եւ հետեւաբար մի քանի անգամ ավել պետք է մտածել ազգայնացման որոշում կայացնելուց առաջ։ ՀԵՑ-ի ազգայնացման որոշումը բարդ եւ ռիսկային գործընթաց է համարվում։ Այն չպետք է շփոթել սեփականատիրոջ կամքով պետությանը կամովի նվիրատվության հետ։ Պետք է տարբերակենք նվիրատվությունից։ Մենք ունեցել ենք Զանգեզուրի դեպքը, Վիվասելի դեպքը եւ այլ դեպքը։ Այս դեպքում սեփականատերը, նախկին սեփականատերը նվեր է տվել պետությանը։ Ազգայնացումը լրիվ այլ երևույթ է եւ դրա հետևանքները բավականին ծանր կարող են լինել պետության համար ֆինանսական առումով, տնտեսական առումով, դատական քաշքշուկների առումով։ Բացի այդ, էլեկտրաէներգետիկ ոլորտում ամենափոքր ճգնաժամը կարող է երկարաժամկետ խնդիրներ առաջացնել տնտեսության համար։ Սա մարտահրավեր կարող է լինել ոչ միայն կոնկրետ ոլորտի համար, այլ ամբողջ տնտեսության համար։ ՀԵՑ-ի ազգայնացումը կարող է վճռորոշ շրջադարձ դառնալ Հայաստանի տնտեսական կյանքում։ Փորձագետները հորդորում են զգուշորեն մոտենալ այս գործընթացին, հաշվի առնելով դրա երկարաժամկետ հետևանքները։ Աննա Հարությունյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։